Հաջորդ ղեկավարի պաշտոնում տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանին, 50 տարվա մանկավարժ եմ, 30 տարվա դպրոցի տնօրեն եւ այն պահերը, որ ես ապրել եմ այդ տարիներին, լրիվ հավերժություն էր կյանքում։ Մի լավ նվեր կա, որ ասում են, շնորհակալ եմ, որ կողքիս ես, ես շնորհակալ եմ եղել, որ Ռոբերտ Քոչարյանին ղեկավար եմ ունեցել, ունեմ եւ կարծում եմ ունենալու եմ հետո էլ։ Առաջին նախագահից հետո Ռոբերտ Քոչարյանը միակ ղեկավարն էր, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացրեց։ Դրա համար աջակցում եմ իրեն, ցանկանում եմ, որ ինքը լինի մեր երկրի ղեկավարը։ Կա անցած ճանապարհ, կա փորձ, կա ստացված փորձ, ոչ թե ուղակի փորձ։ Կա ժամանակահատված, որտեղ մենք տեսել ենք, որ կարող է երկիրը ինքիրանով ոտք կանգնի, հա, այսինքն երբ որ ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, մենք ունենք արտաքին պարտքի ոչ թե ավելացում, այլ նվազում։ Իդեպ ամբողջ ընթացքում էր անկախության, դա միակ ժամանակահատվածն է, որ մենք նվազեցրել ենք արտաքին պարտքը։ Մենք ունենք կայուն սահմաններ, մենք հողերը չէինք զիջում։ Թշնամին ինքն էր մեզանից վախենում, ոչ թե այս խայտարակ վիճակը, որ հիմա բերել է այս իշխանությունը մեր գլխին։ Կա սպասելիքներ, լավ սպասելիքներ, որ նորից մենք կլենք ուժեղ։ Եթե կհիշեք, ժամանակին ասում էին, որ Հայաստանը Կովկասյան վագրն է։ Հիմա չգիտեմ ինչ ենք վերացել, կատու էլ երևի չենք։ Ոչ մեկ լուրջ չի ընկալում քո երկրի ղեկավարին, այսօրվա սա խայտարակություն է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մենք ունենք երկիր, որը պինդ է, որը ուժեղ է, որը ունի ապագա, իսկական ապագա։